2022 թվականին հենց այս համակարգում ծնվեց մի գաղափար սկիզբ դնելու մի նախագծի, որը կոչված կլինի հիշելու և վերարտևորելու այս քաղաքի, ինչու չէ նաև մարզի մշակութային կենսագրությունը կերտող, մշակութային զարկերակը կենսունակ պահող մարդկանց սպասը։ Նախագիծն սկսվեց և կոչվեց «Մենք ու մերոնք»։ Իսկ նախագծի առաջին անձանիկ միջոցառումը նվիրվեց գրող դրամատուրգ և դիտաբան Սամվել Արարատյանին։ Այսօր արդեն նախագծի հերթական միջոցառումը գուցե և մի փոքր ուշացած, բայց հրաշալի առիթ ստեղծեց վերստին այս հյուրընկալ աշխատանքավարտվելու, այս անգամ ողջունելու բանաստեղծ Կատյա Սալոմանին։ Մի առիթով Լեոնարդո դա Վինչին ասել է. «Պոեզիան գեղանկարչություն, որը լսում է»։ Այս հատկանիշը, այս բնութագրումը թերևս շատ տիպիկ է Հրաչյա Սարոփանի պոեզիայի համար։ Գեղանկարչության ֆակուլտետում սովորելու տարիներին արդեն Սարոփանն զգաց իր առաքելությունը ոչ նկարչության, այլ պոեզիայի աշխարհում։ Լեոնարդոն նարեկացի հոգևոր մենամարտում, հաղթողը նարեկացին էր։ Եվ Սարոփանը հոգում անբարած երանգների փոշին, Դանթեից, Չարենցից ու Ուլոկայից սուրբ հեղուկով մկրտվելու ցանկությամբ սկսեց կրծնել պոեզիայում։ Ու եթե հիշենք, որ պոեզիա բառը իր ծագմամբ նշանակում է ստեղծել, արարել, ապա վստահաբար կարող ենք ասել, որ Սարոփանը իր բանաստեղծմամբ, իր բառաստեղծմամբ, իր ճաշակով խոսքով իսկապես արարող էր։ Կյանքս երազի մեկնություն էր սոսում, խորհուրդ ուներ ամեն չասված խոսք, ուր խոսքերն ասված կյանք չէին արդեն, այլ անմեկնելի երազումների հոսք։ Պոեզիայի գաղտնի ցանկություններից մեկը ժամանակը կանխեցնել։ Եվ եթե այդպես է, ուրեմն եկեք այսօր Սարոփանի բանաստեղծի պոեզիայով, նրա մասին հուշերով հետհայաց կանգնեցնենք ժամանակի սլաք այն տարիների վրա, երբ բանաստեղծը մեզ հետ էր, մեր կողքին, մեր մեջ, հաղթավոր ու զուսպ տեսակով, անգամ ինքն իր հանդեպ բծախնդիր ու պահանջկոտ բնավորությամբ, իր խոսուն լրությամբ, Գեղագետին հատուկ ճաշակով իր ուղնուցուցը պոետիկ